Ողջույն հարգելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեր չորեքշաբթի օրվա Աստվածաշունչի սերտողությանը, ինչպես գիտեք, չորեքշաբթի օրերը մենք տրամադրում ենք ուսումնասիրությունները մեր հին կտակարանից, առակների գրքից։ Այս չորեքշաբթի մենք սովորելու ենք 10-րդ գլուխը 26-ից 32 համարները։ Ուրեմն այս չորեքշաբթի օրվա սերտողությունը մենք անվանել ենք կամ վերնագրել ենք Տերը մեր կյանքն է եւ ժայռն է մեր կյանքի։ Եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք մեր սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք, որ դու մեր Տերն ես, մեր Փրկիչն ես։ Աղոթում եմ մեզ այսօր աշակերտես քո խոսքերով, զորացնես մեզ Տեր եւ օգնես, որ կիրառենք քո խոսքերը մեր կյանքում։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք ուրեմն սկսենք 26 համարից, 10-րդ գլուխ առակների գրքից։ Ինչպես որ քացախն է ատամների համար եւ ծուխը աչքերի, նույնպես էլ ծույլն է իր ուղարկողի համար։ Սա ինչ է նշանակում։ Ծույլությունը առաջի հերթին աստվածային հատկություն չէ։ Բոլոր նրանք, որ Աստծու մեջ են, վերափոխվում են։ Սուրբ Հոգին նրանց վրա աշխատում է, աստվածային հատկություններ է ավելացնում։ Որոնք են դրանք։ Իհարկե, Հոգու պտուղը, որ Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է Գաղատացիներին նամակի մեջ 5-րդ գլուխ 22-ից 23 համարների մեջ է գտնվում։ Եվ նաև հատուկ ծույլության վերաբերյալ 2-րդ Թեսաղոնիկեցիներին նամակի մեջ է գրված 3-րդ գլուխ 6-ից 10 համարների մեջ։ Աստծու մեջ եղողները օրհնանք են ու պտուղ են տալիս։ Իսկ ծույլը ոչ թե միայն պտուղ է տալի կամ պետք է որ պտուղ տա, այլ հակառակն է տեղի ունենում, նա ոչ մի բան չի տալի, ընդհակառակը տալիս է ցավ եւ ցավ է պատճառում։ Մռմռոցի մասին է խոսում առաքյալը այստեղ, լնդերի, ատամների եւ աչքերի համար։ Ուրեմն ոչ մեկի համար հաճելի չի ծույլ անձնավորությունը։ Զգուշ ելնենք, որ մենք էլ ծույլության մեջ չընկնենք։ Եթե զգում ենք, որ կա այդպիսի մի հատկություն մեր մեջ, աղոթենք, որ Տերը մեզ օգնի եւ առաջնորդի եւ ոչնչացնի այդ վատ հատկությունը մեր մեջ, որ մենք էլ չլինենք ուրիշների համար անեծք օրհնանքի փոխարեն։ Հիմա անցնում ենք մյուս կետերին։ 27-ից 28 համարները մեզ սովորեցնում է, թե նա ով Աստծու մեջ է, ինչ ունի նա։ Կարդանք. Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կարճանան։ Արդարների ակնկալությունն ուրախությունն է, իսկ անիրավների հույսը կկորչի։ Այսինքն սկիզբը Տիրոջ երկյուղն է եւ Աստծու մեջ եղողը կյանք ունի։ Նա Աստծով երջանիկ է ու Սուրբ Հոգով լցված է ապրում։ Տիրոջ լույսը փայլում է նրա մեջ եւ մարդիկ տեսնում են Աստծու ներկայությունը այդ անձնավորության կյանքի մեջ։ 29-ից 30 համարի մեջ էլ գրված է Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար կործանում։ Արդարը հավիտյան չի սասանվի, բայց անիրավները երկրի վրա չեն բնակվի։ Ուրեմն սա ինչ է նշանակում, որ Հիսուսը Աստված մեր Տերը մեր ժայռն է։ Տերը մեր ամրոցն է ու ժայռը, որի վրա մեր կյանքն ենք հաստատում։ Ինչպես Հիսուսն է ասում, նա անկյունակարն է եւ նրա վրա հիմնվողը կայուն կմնա։
Նա երբեք չի տատանվի, երբ կյանքի փոթորիկները գան։ Հիսուսին հավատալով չի նշանակում, որ մեր դժվարությունները կոչնչանան կամ չենք ունենա, սակայն Հիսուսով փոթորիկը նրանով կանցկացնենք եւ հիշենք, թե ինչ եղավ առաքյալներին, երբ նրանք նավակով անցնում էին ծովի մի ափից մյուս ափը։ Նրանք Հիսուսով այդ փոթորիկը կարողացան հաղթահարել, այսինքն որովհետև Հիսուս նրանց հետ է եւ մեզ է օրինակ դա ծառայում, որ մեր կյանքի բոլոր փոթորիկների մեջ Հիսուսն է մեր հետ։ Եվ նրանք Հիսուսով իհարկե հաղթահարեցին, կանչելով Տիրոջը, աղաչելով Տիրոջը, Աստված նրանց օգնեց այդ փոթորիկի միջոցով, այսինքն փոթորիկի մեջով նրանք անցան։ Եվ դա է մեր համար շատ կարևոր կետ, հիմնվի Հիսուս Քրիստոսի վրա։ Նա է մեր անկյունակարը, նա է մեր ժայռը, եւ եթե կհիշեք այն առակներից մեկը, որ Հիսուս մեզ բացատրեց, որ կա երկու մարդկային, մեկը իր տունը ժայռի վրա կառուցեց, իսկ մյուսը ավազի վրա, եւ ինչ եղավ, փոթորիկներն ու ջրերն եկան, նրա տունը, որ ավազի վրա էր հիմնված, ոչնչացավ, բայց նրա տունը, որ ժայռի վրա էր հիմնված, դիմադրեց։ Եվ սա է մեր համար կարևոր, որ որպես հավատացյալ մեր համար Աստված նախ կյանք է եւ մեր ապավենն է, մեր ժայռն է, մեր ամեն ինչն է նա։ 31-ից 32 համարների մեջ գրած է արդարի բերանն իմաստություն է բխեցնում, իսկ նենգավոր լեզուն պիտի կտրվի։ Արդարի շրթունքները գիտեն ընդունելին, իսկ անիրավների բերանը նենգությունը։ Իսկ այստեղ այս երկու համարների մեջ բարին թե չարությունն է արտացոլում քո սրտից։ Սա է հարցը, որովհետև լեզուն գործիքն է սրտի, որ հաղորդի սրտի ցանկությունները, հաղորդակցության, խոսակցության եւ այդ միջոցով, հետեւաբար եթե արդարացած ենք մենք Հիսուսով, ուրեմն հարկավոր է, որ մեր սիրտը ապացուցի դա լեզվի միջոցով։ Նաև Աստծու մեջ բնակվողը կառավարում է կներեք լեզուն եւ ամեն բան թույլ չի տալիս, որ դուրս գալ։ Նա սանձում է սիրտը, կարգավորում է ու հետեւաբար այն ինչ որ դուրս է գալիս լինում է Տիրոջը հաճելի։ Ուրեմն հարգելիներս, այս 10-րդ գլխի 26-ից սկսած 26-ից մինչև 32 համարները մեզ հստակ կերպով բացատրում են մի քանի բան։ Աստվածային ուրեմն հատկությունները, որ մենք կարող ենք ձեռք բերել, երբ ընդունենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, եւ թույլ տանք, որ նոր մարդը Աստված ձևավորի մեր մեջ, որտեղ մենք նոր մարդն ենք դառնում Հիսուսով արդարացած։ Ու այդ վերափոխման ընթացքը մեր կյանքի մեջ, որը կոչում ենք մենք սրբության ընթացքը, թույլ տանք, որ Աստված մեր մեջ այդ գործը կատարի, որ նմանվենք նրան։ Երկրորդ հերթին հասկանանք, որ Աստծու մեջ կյանք կա եւ Աստված մեզ կյանք է տալիս։ Իսկ երրորդ կետը, որ Տերը մեր անկյունակարն է, ամրոցն է եւ նրա վրա մենք կարող ենք հենվել եւ հիմնվել, հաստատվել։ Իսկ վերջի կետը, որ ինչ որ դուրս է գալի բերանիցը, ցույց է տալի, թե ինչ է քո սրտում։ Իսկ հավատացյալի համար միմիայն պետք է Աստված արտացոլի։ Աստված պետք է դուրս գա մեզանից, մեր մեջից, մեր բերանից։ Ուրեմն նշանակում է մեր սիրտը պետք է ճիշտ դիրքում լինի Աստծու հետ, որպեսզի բերանից դուրս եկածը Աստծուն հաճելի ու ճիշտ ներկայությունը լինի, ինչպես որ Պողոս առաքյալը մեզ ասում է, որ մենք պատգամավորներն ենք Հիսուս Քրիստոսի։ Աղոթում եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր, Տերը ձեզ օրհնի։ Ամեն։